Հայ-թուրքական սահմանը 10 օրով բացվել է։ Ինչ ակնկալիք ունեք այս որոշումից։ Որ միայն շպիոններ են մեր մոտ գալու, այսինքն թուրքական, նիկոլական շպիոնները, հերթական ինքը բացահայտ է իրեն նմանների համար։ Վատ։ Լավ բան չեմ զգում։ Եթե պրեզիդենտը փոխվեց ընդ է, նորմալ մարդ նստեց, դա ուրիշ բան։ Իսկ այս դրության մեջ ես լավ բան չեմ զգում։ Պետք է անպայման այնտեղ փոխվի մի բան, որ մարդիկ հասկանան, ոնց որ բարեկամությունը ավելի լավ է, քան թե կռիվություն անելը երկու ժողովրդի մեջ։ Եղավ։ Տեղյակ չեմ, ճիշտ ասած ոչ մի ակնկալիք չունեմ։ Եթե օգնություն են ուղարկել Սիրիայում, նորմալ է։ Չեմ կարող պատասխանել, ուղղակի չեմ ուզում պատասխանել։ Դե կոնկրետ ակնկալիքները չեմ կարող ասեմ, բայց կարող եմ ասեմ, որ հայ-թուրքական սահման բացելը մի քիչ ճիշտ որոշում չի, քանի որ դրանից կարող են թե Թուրքիայում, Հայաստանում ադրբեջանցիներ եւ թուրքեր ներգործեն եւ բնակություն հաստատեն, որոնք հիմա կան, եւ նույնը հակառակը կարող են հայերը, լիքը հայ կա, որ ներգաղթեն Հայաստանից դուրս գնան միանգամից արտագաղթեն։ Իմաստը հարցը նա թե ինչ նպատակով են իրանք բացել։ Եթե իրանք ասում են մենք բացում ենք առևտրի համար կոնկրետ, բայց եթե առևտրի համար են բացում, թուրքերը կոնկրետ պահանջ են դրել, որ մենք սահմանի հատվածը տանք իրանց, որ բացվի ճանապարհը։ Բայց եթե ինձ թվում է իմ կարծիքով, եթե տան ճանապարհը կդառնա այնպես, որ Հայաստանի մի հատված նվիրում ենք իրանց։ Ու արդեն ասի ճանապարհը իրանց որոշումներում կսկսեն իրանք հաստատակամ լինել ու կսկսեն տարածքները տալ։ Ինչպես եղավ Ղարաբաղի դեպքում, տենց է ինձ թվում է կլինի ստեղ։ Դրա համար իմ կարծիքով սխալ է հայ-թուրքական սահմանը բացել, թեկուզ 10 օրով, թեկուզ մի օրով։ Հայ-թուրքական սահմանը 10 օրով բացվել է, ինչ ակնկալիք ունեք այս որոշումից։ Ոչ։ Ինչ եմ անում Թուրքիայի սահմանները։ Հազիվ իրանք են եկել ագիտացիա են տանում։ Հայ-թուրքական սահմանը 10 օրով բացվել է, ինչ ակնկալիք ունեք այս որոշումից։ Սրիգայություն է։ Սրիգայություն։ Ես вообще կողմ եմ, որ հարաբերությունները կարգավորվեն, բայց ես նաև կողմ եմ, ես մի անգամ արդեն ասել եմ այս հերոստալիքին կամ կայքին, որ ես նաև կողմ եմ, որ Հայաստան արժանապատիվ ձևով ներկայանա իր հարևանների եւ իր գործընկերների մոտ, արժանապատիվ ձևով։ Չնայած մենք պարտվել ենք, բայց դա բոլորովին չի նշանակում, որ մեզ կարան ռուսերեն ասած վտապտած գրյաց, հաստատ չէ։ Ես ողջունում եմ, որ բացվել է սահմանը, որ առևտուր կլինի, միշտ էլ կա։ Այդ ֆորմալնի մոմենտ այս 30 տարի է թուրքերի հետ առևտուրը հոյակապ ընթանում է։ Կարևորը նաև Ադրբեջանն է իմ համար շատ կարևոր պահ է, որ կարգավորվեն հարաբերությունները, բայց կարծես թե իրանք հակված չեն դրան։ Սպասենք, տեսնենք ինչպես կզարգանան իրադարձությունները, ես կարծում եմ, որ Ադրբեջանի վրա ավելի ուժեղ տիրությունների ազդեցությունը մեծ կլինի որոշումներ ընդունելու համար։ Հայ-թուրքական սահմանը 10 օրով բացվել է, ինչ ակնկալիքներ ունեք այս որոշումից։ Քաղաքականություն շատ հեռու մարդ եմ, բացարձակ հեռու մարդ եմ, չեմ կարող որակավորում տամ։ Չզբաղվեմ ես քաղաքականությամբ։ Ես ոչ մի ակնկալիքներ էլ չունեմ, որովհետև գիտեք ինչ, այն խնկապերը մի հատ լավ գործ ունի, ասում է ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, այդ ինչ որ արվում է, դա սատից ձևական բան է։ Հետո մեր վարչապետը, պարոն Փաշինյանը, այն անձնավորությունը չի, որ կարողանա ինչ որ հարց լուծի, կարողանա Ալիևի հախից գա, կարողանա Պուտինին համոզի, որ իօգուտ Հայաստանի արի։ Հենց որ այդ 10 օրը որ բաց են թողել, դա ժամանակավոր բան է, այդ երևի պլանավորված, գիտես սցենարը ոնց են ասում, սցենարով գրված, այնպես որ դա ոչինչ չի տա, բացարձակապես ոչինչ, եթե Փաշինյանը կարողանա Ալիևի առաջարկած պայմանները անտեսի եւ ասում կարողանա համոզի պարոն Պուտինին, որ Ալիևը շատ բան է ուզում, այն դեպքում ես հույսեր կունենամ, որ այդ հարցը, ասում ինչ էլ ասում, խաղաղության պայմանագիրը իրոք կկնքվի։ Բայց քանի որ ինքը այդ մարդը չի,
Ոչ մի լավ բան չեմ սպասում եւ ոչ մի ակնկալիք էլ չունեմ։ Այդ 10 օրը ժամանակավոր բան է, ուղղակի թոզ եմ փչում մարդկանց աչքերին, խափում են, որ տեսեք էլի մենք գործ ենք արել, ագին բան ենք արել։ Բայց ինչ են արել, ոչ դա ուրիշ չկա ավելացնելու ոչինչ, որովհետեւ չկա այն ղեկավարը Հայաստանի, չկա, ով կարողանա ձեռքը խփի սեղանին, ու ասի գիտեք ինչ, սա է մեր պայմանները, սա է մեր ձեռնտու, սա է մեր ժողովրդի համար օգտակար, թե չէ ինչ-որ դուք ասում եք, այն ինչ-որ դուք առաջարկում եք, մեզ ոչ օգտակար է, ոչ էլ նիպրիեմ, հայրեն ոնց կլինի։ Այսքան բան կասեի ես, ավելացնելու ոչինչ չունեմ եւ մի բան կավելացնեմ միայն, որ ես չեմ հիշում որտեղ, բայց ինչ որտեղ կարդացել եմ։ Ասում այնքան վտանգավոր չեն գողերն ու մարդասպանները, որովհետև նրանք կարող են միայն գողանալ եւ սպանել։ Որքան վտանգավոր են անտարբեր մարդիկ, հասկանում եք, որովհետև հենց այդ անտարբեր մարդկանց թույլտվությամբ է, որ գողը գողանում է, մարդասպանը սպանում։